Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային խոհանոցից, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցից։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես նշեցի, ուտեստ ենք ներկայացնելու մեր ազգային խոհանոցից, բայց ներկայացնել ենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է այսօր հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ, երիտասարդ խոհարար, արդեն ձեզ քաջածանոթ նոր ջրաղաց ռեստորանի ավագ խոհարար Դավիթ Սահակյանը։ Ողջույն Դավիթ։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ եմ Դավիթ, լավ եմ եւ տեսնում եմ որ քո տրամադրությունը բարձր է, իսկ եթե քո տրամադրությունը բարձր է, մեր հեռուստադիտողները այսօր կունենան մի լավ, կտեսնեն մի լավ ուտեստի պատրաստման եղանակ։ Ինչ են պատրաստել։ Պատրաստենք մեր ազգային խոհանոցից մի հետաքրքիր ուտեստ, բայց մենք այստեղ անվանում ենք նոր ջրաղաց։ Անվանում ենք նոր ջրաղաց, կանվանենք նոր ջրաղաց։ Բաղադրությունը ինչպիսին է։ Բաղադրության մեջ մի մաս է կազմում սունկ ագարիկոն, հորթի խաշած միս եւ ընդհանուր արդեն ընթացքում կծանոթանան։ Շատ լավ։ Ես ունեմ այստեղ օգնելու ինչպես մի հանձնարարություն կտաս կամ կվստահես։ Իհարկե։ Ես մինչ սունկը կտրատեմ, տապակեմ, կարող ենք հորթի միսը երկար ձողերի կտրատել։ Նախորդ խաշված հորթի միսը երկար ձողերի։ Մենք այդ հատվածում կարող ենք տապակի տակը միացնել։ Դավիթ ջան, գործերը ինչպես են առաջ գնում։ Շատ լավ եմ, Փառք Աստծո։ Մեր խոհանոցում եւ ընդհանրապես խոհարարները կարծում եմ դժգոհելու տեղ չունեն, շատ լավ մասնագիտություն են ընտրել եւ պետք է միշտ ուրախ լինենք։ Պահանջված մասնագիտություն է, չէ՞։ Այնինչ մեզ միշտ մենք մեր երիտասարդ խոհարարներին միշտ հորդորում ենք, որ սիրեն մասնագիտությունը, չէ՞։ Այո։ Ու առանց սիրո չեմ կարծում աշխատանքը կարող է բարելավել։ Առանց սիրո ոչ մի բան չի բարելավում, առանց սիրո այստեղ ավելացնենք տապակի մեջ կարակ։ Եվ կավելացնենք մանացված ագարիկոնը։ Ագարիկոնին մենք ասում ենք ոչխարասունկ եւ շամպինյոն։ Այո։ Բարեկամներ, արդեն 4-րդ տարին նախաձեռնում է տոլմայի համահայկական փառատոն, որ իրականացնում ենք մենք Սարդարապատի հուշահամալիրի տարածքում հուլիսի 16 ժամը 18 սպասում ենք բոլորիդ, շատ լավ գեղարվեստական մաս է լինելու, անակնկալներ են լինելու բնականաբար եւ ուզում եմ որ տեսնեմ այնտեղ բոլորիդ։ Դավիթ ջան, մասնակցելու ես Իհարկե։ տոլմայի փառատոնին, ինչ ես ակնկալում, ինչ պիտի անենք, որ ել ավելի լավ անցնի փառատոնը։ Կարծում եմ ամեն տարի մասնակցելով զգում եմ փոփոխություն բարելավում է։ Ամեն տարի ինչ որ նոր բան եւ դեպի լավը, չէ՞։ Դեպի լավը բարելավում ենք եւ այո, մենք չենք ասում, թե թերություններ չկան, բայց երբ որ մեր լավ հեռուստադիտողների, մեր լավ համակիրների, հասարակության այն անդամների, ովքեր որ համակիր են մեզ եւ հասկանում են, որ մասսայական միջոցառում իրականացնելը այնքան էլ հեշտ բան չէ եւ մի կազմակերպության ուժերը չեն բավարարի, հասարակությունը նույնպես պիտի աջակցի, իհարկե։ Եվ աջակցում է, եւ Փառք Աստծո, որ մեր հասարակությունը հասկացել է եւ տարին ամեն տարի պարզաբանելով, վերլուծելով հասկանում ենք եւ կամաց-կամաց թերությունները վերանում են, չէ՞։ Այո, իհարկե։ Տապակեցինք կարակով ագարիկոն։ Մի փոքր տապակենք, ավելացնենք մանրացված սոխը։ Երիտասարդ խոհարարներին ինչ պիտի մենք խորհուրդ տանք, Դավիթ։ Խորհուրդներ իհարկե շատ կարելի է տալ։ Ու ամենագլխավոր, ամենաառաջնահերթ խնդիրը խոհարարների, նոր սկսվող խոհարարները պիտի առաջերտին մաքրասեր, արագաշարժ, ճկուն, խոհել, արարել, բառը արդեն խոհարար բառը արդեն ասում է ինչ պետք է արվի։ Այո։
Առաջինը մաքրասեր, աշխատասեր եւ կարեւորը, ամենակարևորը սիրով եւ հոգով պատրաստի ուտեստները։ Բայց պիտի համբերություն էլ ունենան, չէ՞։ Կգա այն օրը, երբ որ իրենք Գիտեք, պարոն Մամուլյան, ես դեռ վաղ տարիքից գիտեք արդեն ես գործում եմ, ես միշտ շտապում եմ, շատ եմ շտապում, այսինքն գիշերները կարող է չքնեմ, որպեսզի նոր կերակրատեսակներ։ ասենիքդ շատ է, վախենում ես, որ չհասցնես, բայց դու դեռ մի 80 տարի պիտի ապրես, 80 տարվա մեջ կհասցնես։ Քիչ ասեցիք, դեռ միասին 100-120 տարի պիտի պատրաստենք։ Այո։ Կավելացնենք արդեն մարացրած սոխը։ Մի փոքր սոխտել կտապակվի։ Այո։ Եվ մենք պատրաստելու ենք աղցան փաստորեն։ Թե սա հիմնական ուտեստ է։ Ոյ։ Չէ, սա առանձին, մյուսին կպատրաստենք, մյուս հաղորդմանը կպատրաստենք նույն մեր ֆիրմայի աղցանը, ջրաղաց անվանվան։ Եվ այսպես, Դավիթ ջան։ Եվ այսպես կավելացնենք մի փոքր սպիտակ գինի։ Կավելացնենք մի փոքր ալյուր։ Բավական է։ Կարակով տապակեցինք սունկ, այնուհետև սոխ տապակեցինք։ Սպիտակ գինի։ Սպիտակ գինով մի քիչ այսպես համեմեցինք, կարելի ասել եւ ալուր տապակված։ Կավելացնենք հորթի խաշած միսը։ Այո։ Բավական։ Այդքանը բավական է։ Երկու րոպե այսպես կտապակենք, կավելացնենք կաթիսեր եւ մի փոքր թթվասեր։ Կաթիսեր, թթվասեր։ Այո։ Արգանակի մասին էինք խոսում այստեղ։ Դա վերջում կավելացնենք, այո։ Շատ լավ։ Դեռ գործողությունը շատ ունենք անելու։ Կարող ենք արդեն համեմել մի փոքր աղով, մի փոքր աղացեցեղ պղպեղ։ Դու ինչ ամենուտները սովորագործում ընդհանրապես, բազային, այսպես ասենք, շատ սիրում ես շատ ամենուտներ այդպես խառնել, թե ոչ, կարծում եմ բնական համը պետք է ավելի շատ մնա ուտեստի մեջ, արհեստական համեր չեմ փորձում շատ օգտագործել, որպեսզի բնական թե միսը, թե բանջարեղենը իր համը զգանք ուտելուց։ Կավելացնենք կաթիսեր։ Կաթիսեր 18%-անոց, չէ։ 15-ից 18% խտություն։ Բարեկամներ, որքան էլ որ բացության նկարահանում է, բայց այնուամենայնիվ տաղավարի մեջ դա բույր է արդեն տարածվել։ Եվ սա հենց այնպես չի, կարծում եմ պատահական ես չհարցրեցի համենուտների օգտագործման չափը և քանակը։ Այստեղ օգտագործվող մթերքներն են, որ լավ բուրում են։ Ավելացնենք թթվասեր։ Այո։ Բավական է։ Շատ յուրահատուկ համ եւ հոտ ունի կերակրատեսակը։ Կարծում եմ բոլորին դուր կգա։ Ավելացնենք արգանակը։ Ինչ արգանակ է։ Սնկի արգանակ է։ Սնկի արգանակ։ Բավական է, կարծում եմ։ Եվ այսպես։ Մատուցվող ափսեն մի փոքր խոր ափսե կընտրենք։ Մատուցման պահը ամենահաճելի պահն է։ Հետաքրքիր է, թե ինչ տեսք և ինչ համ պիտի ունենա։ Կավելացնենք մատուցվող ափսեի մեջ։
արդեն տեղափոխեցինք մատուցման Այո։ ակցիայում, ավելացնենք քերած դեղին պանիր, հոլանդական կամ նմանատիպ պանիր։ Տեղադրենք 1-2 րոպե ջեռոցը, որպեսզի մի թույլ հաճի պանիրը եւ կարող ենք համտեսել յուրահատուկ։ Եվ կարող ենք մատուցել։ Այսինքն կուղարկենք հիմա ջեռոց 1-2 րոպե ջեռոցում կզվարճանա այս հիանալի ուտեստը եւ արդեն կմատուցենք իր ամբողջ տեսքով։ Սպասենք այդ 2-3 րոպե։ Ահա, եկավ արդեն, պատրաստ է, անցավ 2-3 րոպեն։ Դավիթ ջան, ուզում եմ, որ դու ներկայացնես եւ եթե ունես ցանկություն մեր հեռուստադիտողներին, դիմորացի որ մեր հեռուստադիտողների մեջ կան նաեւ սկսնակ խոհարարներ, կան տնային տեսուհիներ եւ կան ընդհանրապես մեր հասարակության տարբեր շերտերի մարդիկ։ Նախ երկու բառով նորից ներկայացնենք ուտեստը, նոր ջրաղաց կերակրատեսակ, բաղկացած է սնկից, հորթի մսից, օգտագործեցինք ընթացքում սպիտակ գինի, կաթիսեր, թթվասեր, սնկի արգանակ, մի փոքր ալյուր Էլի ջրաղաց որ ալյուր չլինի, չէ՞։ Եվ հոգի։ Սեր եւ հոգի, խնդրեմ, ինչ Եվ մաղթում եմ օգտագործեն սնունդը լինեն առողջ եւ երջանիկ։ Բարեկամներ, այո, ճիշտ է ասում, լավ սնունդ օգտագործենք, որ լինենք առողջ ու երջանիկ։ Ես ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Դավիթին։ Բարեկամներ, նաեւ ձեր խորհրդով էր, նաեւ ձեր պահանջ չասեմ, բայց հորդորով էր, որ եւս մեկ անգամ մենք հրավիրեցինք Դավիթին։ Շնորհակալություն Դավիթ, շարունակիր այդպես խորհել, շարունակիր այդպես նույնիսկ գիշերը մտածել խոհանոցի եւ խոհարարության մասին։ Շնորհակալություն։ Այսքան։ Տապական նոր ջրաղաց, հորթի միս 400 գրամ, սունկ 300 գրամ, կարագ 60 գրամ, սոխ 80 գրամ, սպիտակ գինի 30 մգ, ալյուր 1 թեյ կտալ, կաթիսեր 100 մգ, թթվասեր 2 ճաշի կտալ, սնկի արգանակ 70 մգ, քերած պանիր 50 գրամ, աղ, պղպեղ, բարեխորժակ։